Իսկ մեր պահանջն է նախ եւ առաջ իհարկե ճանաչումը հայոց ցեղասպանության։ Եթերում առաջ անգամ եմ ասելու քեզ, կինոն Հայաստանում արվեստի միակ ճյուղն էր, որը վանդալիզմի ենթարկվեց։ Չենք սիրում կինո։ Դե հոգնեցինք էլի այս ողբի մասին ֆիլմերից։ Ֆիլմեր ենք անում նույնիսկ ցեղասպանության մասին, չհասկանալով ինչ նյութի հետ գործ ունենք։ Երբ որ հրեաները սկսում են նման մի նախագիծ, կինո նախագիծ, իրենք մի հոգու իդեայով չեն առաջնորդվում։ Եթե ավելի կոպիտ ասենք, Հայաստանում կինոարտադրություն գրեթե չկա։ Հայկ, ինչ ես արել Զուլալիում, որ այլևս երբեք չես անի հաջորդ ֆիլմերում։ Այսպես շատ նուրբ տեսարաներ, շատ էմոցիոնալ եւ ինտիմ տեսարաներ, Հայկը բոլորին խնդրեց դուրս գալ նկարանման հրապարակից, մնաց միայն օպերատորը, Հայկը եւ ես, ու նոր այդ տեսարանը նկարահանեցինք Հայոց Եղեռնի հիշատակի օրերին, մենք անմիջականորեն ուզենք թե չուզենք խոսելու ենք Կոմիտասի մասին։ Լրիվ այլ դիտանկյունից ենք ներկայացնելու մեր Կոմիտասին, իրական Կոմիտասին ենք ներկայացնելու, անհատականությունները կարող են փոխել ամեն ինչ։ Խնդիր ունեմ, դեռ չեմ գտել այն լեզուն, որով խոսել է Կոմիտասը։ Այո, սա շատ արժեքավոր նորություն չասեմ, արժեքավոր փաստ է գնահատելու համար Կոմիտասին։ Շատ լավ հնարավորություն է Հայաստանում կինոն զարգացնելու առումով։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ։ Գործընկերներ Armenia Wine, Արտեր, Ital Solar